Մարտի 20-ին Մերկուրին կդառնա ուղիղ, իսկ գարնանային գիշերահավասարը կնշանակի նորացում և աստղագիտական գարնան սկիզբ։ Աստղերը խոստանում են ֆինանսական առաջընթաց, նոր նախագծեր և անսովոր հնարավորություններ։ Աստղաբան և աստրոգրիգ Եվրոպական աստղագիտության դպրոցի հիմնադիր Ալենա Գրիգը բացատրեց, թե որ կենդանակերպի նշանները կարող են օգտվել բարենպաստ մարտից, իրենց ֆինանսական և այլ վիճակը բարելավելու համար։ Խոյ։ Խոյը զբաղեցնում է 5-րդ տեղը։ Նրանք, ովքեր չեն խուսափում մարտ ամսին իրենց պարտավորություններից, կունենան լավագույն հեռանկարները։ Կարևոր է, որ դուք զարգացնեք պատասխանատվություն։ Այս որակը կարող է լինել կարիերայի առաջխաղացման բանալին այս նշանի սկզբնական փուլում ծնվածների համար։ Ալենան շեշտում է. սովորեք ճանաչել ճակատագրի ազդանշանները և լսել ձեր ինտուիցիային, տիեզերքն ինքը կուղեկցի ձեզ հաղթանակի։ Այս ժամանակահատվածում մեկ այլ աշխատանքի անցումը նույնպես բարենպաստ կլինի, եթե ձեր ներկայիս դիրքը չի համապատասխանում ձեր կարգավիճակին կամ ներքին ձգտումներին։ Սա հատկապես ճիշտ է ամսվա վերջին տասնօրյակում։ Սկսած 20-ից դուք կմտնեք ծննդյան տոների շրջան, որը կծառայի որպես հաջողության լրացուցիչ խթան։ Ցուլ։ Ցուլերը զբաղեցնում են 4-րդ տեղը, հատկապես նրանց, ովքեր ծնվել են իրենց նշանի վերջին փուլում։ Սա ձեր վերջին պահն է ձեր հնարավորությունից օգտվելու և ձեր իրականությունը արմատապես փոխելու համար, եթե դեռ չեք արել։ Աստղագուշակի կարծիքով արժե փորձել ձեր բախտը վիճակախաղերում, վստահելով բախտին և պատահականությանը։ Հիմա ձեր լավագույն ժամն է։ Անսպասելի և թարմ եկամտի աղբյուրները ավելի շահավետ կլինեն, եթե դրանք արթնացնեն ձեր իրական հետաքրքրությունը, քան փող աշխատելու ծանոթ և միապաղաղ մեթոդները։ Վստահեք ձեր բնազդներին, դուք հնարավորություն ունեք անմիջապես վերաշարադրել ձեր ճակատագիրը, վճռական քայլ կատարելով։ Մի վախեցեք արմատական փոփոխություններից, ամեն ինչ դեպի լավն է ընթանում։ Կարիճներ։ 3-րդ տեղը բաժին է հասնում իրենց նշանի 2-րդ կեսում ծնված կարիճներին։ Ձեզ համար մարտը կլինի հորիզոնների ընդլայնման և ձեր մասշտաբների մեծացման ժամանակ։ Ալենա Գրիգը խստորեն խորհուրդ է տալիս ստանձնել լրացուցիչ մարտահրավերներ, ճանապարհորդել և կապեր հաստատել նոր մարդկանց հետ։ Դրանք կօգնեն ձեզ տեսնել ձեր ներուժը։ Սահմանեք հավակնոտ նպատակներ, գործեք համարձակորեն և հասեք հաղթանակների։ Հնարավոր է 5 գաղափարները վերադառնան ձեզ, կամ անցյալի մարդիկ ցանկանան առաջարկել նախկինում քննարկված նախագծեր։ Սա տիեզերքից ազդանշան է, որ դուք կարող է ինչ-որ արժեքավոր բան բաց թողած լինեք։ Հիմա ժամանակն է օգտվել այս հնարավորությունից։ Ձկներ։ 2-րդ տեղը ձկներինն է։ Ձեզ համար եկել է վճռորոշ, կարմիկ շրջան։ Ձեզ սպասում են ճակատագրի նվերներ։ Ընդունեք դրանք, ընդունեք հանդիպումների առաջարկներ, ձգտեք կարիերայի առաջխաղացման և վայելեք ձեր փառքի պահը։ Այս ընթացքում կրկնվող նախաձեռնությունները, գաղափարները և նոր ձեռնարկությունները հատկապես արդյունավետ կլինեն։ Բախտը և բախտը կուղեկցեն ձեզ ճանապարհին։ Դուք կարող եք հանդիպել կրկնվող նշանների, նույն տեղեկատվության կամ նմանատիպ աշխատանքային առաջարկների։ Եթե դա տեղի ունենա, դա նշան է, որ դուք պետք է լսեք կյանքի հոսքը և չդիմադրեք առաջիկա փոփոխություններին։ Խեցգետին։ Նյութական բարեկեցության համար ամենաբարենպաստ կենդանակերպի նշանը խեցգետինն է, հատկապես նշանի 2-րդ կեսում ծնվածները։ Ճակատագիրը բարի է ձեր հանդեպ։ Ընդարձակեք ձեր հորիզոնները, կատարելագործեք ինքներդ ձեզ և բացվեք աշխարհին։ Մարտահրավեր նետեք ինքներդ ձեզ նոր դերերում, վերափոխեք ձեր ինքնարտահայտումը և ընկալունակ եղեք նոր ծանոթությունների նկատմամբ։ Դրանք այս ժամանակահատվածում կբերեն զգալի ֆինանսական օգուտներ։ Ձեր հնարավորությունների համար գործնականում սահման չկա։ Ամեն ինչ որոշվում է ձեր նկրտումներով և ձգտումներով։ Իսկ ինչ կասեք մյուս կենդանակերպի նշանների մասին։ Ալենա Գրիգը նաև առանձնացնում է նրանց, ովքեր չեն հայտնվել առաջին տեղում։ Եթե դուք չեք հայտնվել այս ցուցակում, մի հուսահատվեք։ Մարտը հիանալի ժամանակ է նոր կյանք սկսելու համար բոլոր կենդանակերպի նշանների համար։ Գարնանային գիշերահավասարը հրաշալի պահ է ցանկություններ անելու համար, քանի որ պատահական չէ, որ այս օրը համարվում է աստղագիտական նոր տարի։